Սկսած այն պահից, երբ խոսել ենք սովորում, բազմաթիվ հարցեր ենք տալիս։ Ինչու է երկինքը կապույտ։ Ինչից են պատրաստված աստղերը։ Ինչու են վատ բաներ տեղի ունենում։ Ինչպես ենք մենք առաջացել։ Ինչու են մարդիկ մահանում։ Մարդիկ հնարավոր ամեն բան անում են, որ իմանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Երբևիցե այսքան շատ տեղեկություն մատչելի չի եղել մարդկանց։ Սակայն շատ կարևոր հարցեր, կյանքի, տառապանքի ու մահվան վերաբերյալ, այդպես էլ անպատասխան են մնում։ Որտեղ կարող են գտնել պատասխանները։ Գուցե դրանք արդեն վաղուց գրված են Աստվածաշնչում։ Շատերն ասում են. Աստվածաշունչը առասպելների ու լեգենդների գիրք է։ Այն հնացած է։ Կամ այն շատ դժվար է հասկանալ։ Սակայն միթե խնդիրը Աստվածաշնչի մեջ է, թե պարզապես մարդիկ սխալ պատկերացում ունեն այս գրքի մասին։ Շատերը մտածում են, թե Աստվածաշնչում գրված է, որ Աստված է կառավարում աշխարհը։ Բայց միթե դա տրամաբանական է։ Աշխարհում քաոս է տիրում։ Ամենուրեք տեսնում ենք ցավ ու տառապանք, հիվանդություն ու մահ, աղքատություն ու աղետներ։ Միթե կարող է սիրառատ Աստված լինել այս ամենի պատճառը։ Գուցե զարմանաք, երբ իմանաք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Այնտեղ գրված է. ամբողջ աշխարհը չարի իշխանության տակ է։ Այլ կերպ ասած, այսօրվա խնդիրների հետևում կանգնած է մի չար ու հզոր կառավարիչ, որն անտեսանելի է, բայց մեծ ազդեցություն ունի աշխարհի իրադարձությունների վրա։ Ահա թե ինչու մարդիկ չեն կարողանում լուծել աշխարհի խնդիրները, չնայած որ մեծ ջանքեր են թափում։ Բայց Աստվածաշունչը խոստանում է, որ ամեն բան կփոխվի։ Այն բացատրում է, թե ինչու ենք այսպիսի իրավիճակում, ինչպես է Աստված շտկելու ամեն բան, և թե ինչպես կարող ենք հաղթահարել այսօրվա խնդիրները։ Աստվածաշունչն արդեն օգնել է միլիոնավոր մարդկանց գտնելու ամենակարևոր հարցերի պատասխանները։ Կցանկանաք, որ այն ձեզ էլ օգնի։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Մեր կայքում լրացրեք հայտը և վկաներից որևէ մեկը կապ կհաստատի ձեզ հետ, որպեսզի ձեզ հարմար ժամին և հարմար վայրում ուսումնասիրեք Աստվածաշունչը։